Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Միևնույն ժամանակ ամրագրելով մեր հայոց պետականության աշխարհագրությունը, մեր սահմանադրության 18-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ունի առանձնահատուկ դեր, բացառիկ առաքելություն մեր հոգևոր կյանքում, եւ դա նշանակում է, որ պետական ցանկացած մարմին հանրային իշխանությունը ամբողջությամբ վերցրած առնվազն պետք է իրեն թույլ չտա որևէ միջամտություն ցուցաբերի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործերին։ Այդ արգելքը վերաբերում է բոլոր եկեղեցիներին, բոլոր կրոնական կազմակերպություններին, բայց առավել եւս դա վերաբերում է այն ազգային եկեղեցուն, որու հատուկ դերը Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության եւ օրենքի մակարդակով ճանաչել է։ Այն գործողությունները, որոնք որ կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից, որովհետեւ նա լիազորված չէ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ միջամտել մասնավորապես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին ինքնավարությանը գործերին։ Մեր սահմանադրության 41-րդ հոդվածի 4-րդ մասը նաև հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները ունեն ինքնավարություն։ Այսինքն բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին, իսկ դրա մեջ առաջին հերթին մտնում է նվիրապետությունը, եկեղեցու սպասավորների եւ պաշտոնատար անձանց նշանակման, ազատման եւ այլն կարգը, այդ բոլոր հարցերը դուրս են պետական որևէ մարմնի հայեցողությունից։ Իսկ պետական մարմինները, ըստ մեր սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի, իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար իրենք լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ուստի այստեղ որևէ կասկած չկա, որ Փաշինյանը իր գործողություններով, իր արտահայտություններով ուղղակիորեն միջամտում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործերին եւ դրանով նա խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության իմ մատնանշած հոդվածները։ Եկեղեցին է խառնվում է քաղաքականությանը, հայերենք ինչու են քաղաքական հայտարարությունները։ Նույնիսկ եթե ընդունենք այդ պնդումը, որ եկեղեցին ուրեմն խառնվում է քաղաքականությանը, Փաշինյանի նպատակադրությունը հասնել մի այնպիսի հայրապետը հրաժարական տա եւ կաթողիկոս ընտրել այնպիսի մի անձի, որը իր քիմքին հարմար է։ Սա է Փաշինյանի նպատակը։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ եկեղեցին ուրեմն միջամտում է քաղաքական գործերին, ապա եկեղեցին իրավունք ունի քաղաքական հարցերի շուրջը, հատկապես երբ որ դրանք վերաբերում են մեր ազգային պետականության գոյությանը, իրապես արտահայտելու իր կարծիքը, կաննշելով իր կարծիքով, թերությունները մատնանշելով եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել եկեղեցու նկատմամբ, նման արտահայտությունները կարող էին տեղ ունենալ, բայց Փաշինյանը անցել է ցինիկաբար բոլոր այն կարմիր գծերը, որոնք վերաբերում են եկեղեցուն։ Եվ եթե մենք լսում ենք Փաշինյանի խոսույթը եւ Փաշազադեի խոսույթը, դրանք իրարից չեն տարբերվում։ Հետևությունները ինքներդ արեք։ Արդեն սկսվել է։ Հիմնավորումը էսա որ փաթեթավորում, ասում եմ, մենք հարցը բարձրացնում ենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ոչ ինքը գործում է որպես վարչապետ։ Ինքը գործում է որպես վարչապետ, ինքը ստեղծում ունի հակաեկեղեցական քայլեր ձեռնարկել։ Եթե մենք վերցնում ենք իրեն միայն որպես մասնավոր անձ, նա դուրս է գալիս եկեղեցու կանոնների դեմ, որովհետև մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ունի հստակ կանոններ, թե որ դեպքում միայն կարող է տեղի ունենալ կաթողիկոսի ընտրություն։ Եվ եւս մեկ կարճ հարց դա կարող է հանդիսանալ նրա համար, որ վեհափառը միջազգային հանրությանը, միջազգային բեմերում ներկայացրել էր արցախցիների պաշտպանության։ Միանշանակ, քանի որ մեր եկեղեցին մեր հանրային իշխանության մարմինների մեր ազգային ինքնությունը պահպանելու հարցերում չգոյությամբ պայմանավորված կաթողիկոսը կատարել է նման հայտարարություններ